Աղջիկները հպարտ են, որ Վազգեն Մանուկյանի դուստրերն են եւ նշում են, որ իրականում ուշադրության կենտրոնում լինելը ոչ այնքան հաճելի է, որքան ճնշող, բացի այդ մեծ պատասխանատվություն է։ Փոքր ժամանակ մի տեսակ ամաչում էի, վատ էի զգում, ոչ թե որ Վազգեն Մանուկյան աղջիկ, այլ այն բանից, որ մտածում եմ ինձ նայում են որպես Վազգեն Մանուկյան աղջիկ, ոչ թե Արևիկ, այս բանի մեջ խառնվում է իրար, էլի, որտեւ այդ մի քիչ դժվար է։ Օրինակ համասարանում էլ առաջի կուրսում 96 թվին առաջի կուրսում է դա շատ ծանր էր, որովհետեւ մեր լսային դուր ասենք բացում էին, ասում են այն այնտեղի նստած Վազգեն Մանուկյան աղջիկը բան, կամ կողքից ինչ որ քայլում էին, ինչ որ այն ժամանակվա ընկերուներ, այսինքն ում հետ նոր ծանոթացել էի, էլի։ Ու տենց շատ կարելի ասենք ծանոթացնում են, կարելի ասեն Վազգեն Մանուկյանի աղջիկն է ծանոթացեք ու ինձ համար անդուր էր, էլ չեմ սիրում էլի, որ տենց են մարդու ներկայացնում ու տենց էլ վերաբերվում են։ Ինչ-որ կոմպլեքսներ ունենում ես, հետո անցնում է այդ կոմպլեքսները, այսինքն քեզ ոնց են վերաբերվում ինչի համար, բայց ավելի շատ մի քիչ չեմ ամեն դեպքում ծանր է, էլի, անդադ մտածում ես ինչ-որ մի բան անես, ուրիշ բան հասկանան մարդիկ ու վերագրեն ինչ-որ ուրիշ բանի, այս մի քիչ կաշկանդում էր, էլի, այդ ամեն ինչը, բայց հիմա ես արդեն անցել եմ մոտս այդ կոմպլեքսները։ Օրինակ ես հիշում եմ, չէ, որ պետք է ընդունվեի համալսարան 91 թիվներ։ Այսինքն ասեմ, բացատրեմ ինչն է, էլի, որ ես ուզում էի անպայման շատ լավ հանձնեմ այդ քննությունը ու ես տառապում էի։ Ասում եմ Վազգեն Մանուկյանի աղջիկը չլինի, ես հանգիստ նախանձում եմ մյուսներին, ասում եմ իրանք ոնց են քննությունը կտան, էլի։ Այսինքն կարան չընդունվեն, կարան քիչ, բայց ես պետք է անպայման 20 հավաքեի, որ ես ինձ լավ զգայի, որ ես այդ տեսակ բաներ կարին էլի մոտս, որ ամեն ինչը պետք է ավելի շատ լավ անել, որ այդ է ծանրաբեռնում։ Որ բոլորին միշտ նախանձել եմ, ասում ինչ լավ է, իրանք երբեք չեն մտածում, էլի, այդպես շատ բաների մասին։ Կասկածից վեր է, Մանուկյանների կյանքը հետաքրքիր է անցնում, չնայած բոլոր դժվարություններին, շարժում, բանտարկություն, 96-ի հայտնի դեպքեր, հալածանքներ, կուսակցության բարակտում, Վազգեն Մանուկյանի մտքով էլ չի անցնում թողնել քաղաքականությունը, ապրել հանգիստ։ Վերջ-վերջով ինչ է նշանակում երջանկություն, ով ասեց, որ հանգիստ ապրելն է երջանկություն։ Իհարկե, ցանկացած մարդ ուզում է երջանկություն, ցանկացած մարդու մեջ ձգտում էլ կա հանգստության եւ այլն, բայց ցանկացած մարդ նաեւ ուզում է մի ինչ-որ մեծ գործի մասնակից իրեն զգալ, մի հատ մեծ թիմի անդամ զգալ, որ իր կյանքը իզուր չի անցնում, ինքը մի հատ գաղափար է իրականացնում, որը իր անձից ավելի վեր կանգնած է։ Չի կարող երջանիկ լինել այն մարդը, որը ամբողջ իր կյանքը նվիրել է միայն իր անձին։ Ես համոզված եմ դրանում։ Այդ չի պատճառը, որ ես մտել եմ այս գործի մեջ կամ Վարդուհին, բայց երբ որ մտել ենք, մենք արդեն կարողանում ենք հասկանալ, որ այն զրկանքները, որ դու ունեն մեզ անձնական կյանքի, փոխհատուցվում են այն ներքին հպարտության զգացումով, ներքին քո կարևորությունը զգալով, որ դու ինչ-որ մի հատ մասնակից ես մի հատ կարևոր գործի։ Ճիշտ ասած, զարմանում եմ այն ընտանիքների վրա, որոնց ոչ ոք չի հետաքրքրում, անկեղծ ասած, ես էլ իրանց վրա եմ, ասում ինչ են հասկանում դրանք կյանքից լավ։ Մենակ ճաշեփելով կամ չգիտեմ զբաղվելով, ասենք մաքրությամբ, ինչ են հասկանում։ Այնքան հետաքրքիր բաներ կա, որ ուզում ես այս երկիրն էլ գնում ես արտասահման տեսնում ես, ասում ես, բա մեր երկիրը չնմանվի, ոնց անենք, որ նմանեն, ասենք Ֆրանսիային կամ ինչ որ բաներ կա, որ ես ապշում եմ այդ մարդկանց մի զգալի մասի անտարբերության վրա։ Ես էլ դրա վրա եմ զարմանում, ճիշտ ասած։ Կենցաղային հարցերը տիկին Վարդուհուն չեն կլանում, նա ամեն ինչ հասցնում է տան հոգսեր, առևտուր, խոհանոց, հասցնում է նաև թորնիկին խնամել, աշխատել, արդեն 25 տարի նա աշխատում է սոցիալնախարարությունում, այդ ամենի հետ միասին ունի իր բազում հետաքրքրությունները։ Մեքենա եմ քշում, մեքենայի մրցումների եմ մասնակցում, սիրում եմ պարտեզով զբաղվել, մեր տան դիմաց փոքրիկ բան ունենք, մի 150 քառակուսի մետր։ Այդտեղ ծաղիկ եմ ցանում, բաներ եմ աճեցնում, զանազան մեկ-մեկ վարունգ, լոլիկ եւ այլն։ Ինչ ասեմ, ազատ երեկոյան, ազատ ժամերին գործում եմ, գրքեր եմ կարդում, ընկերուներիս հետ տարբեր տեղեր եմ գնում, հավաքվում ենք, տարբեր միջոցառումներ են կազմակերպում։ Ոնց եք հասցնում։ Ընդհանրապես ես զգացել եմ, եթե ոչ մի գործ չունես, դու ոչ մի բան չես հասցնում։ Ընկնում ես այդ պարապության գիրկը ու բան ես անում, ծուլանում ես։ Բայց երբ որ շատ գործ անում, կարողանում ես կարգավորել այդ ամեն ինչը եւ ամեն ինչ էլ հասցնում ես։ Իսկ դուք կուզեք հենց քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Ինձ շատ հետաքրքրում է քաղաքական գործունեությամբ զբաղվելը։ Ինձ հետ օրինակ ես միշտ մտածում, ասում եթե օրինակ ես պատգամավոր լինեի, ինչ հարցից կբարձրացնեի, ինչ բանով կանեի, ինչ իսկապես կհետաքրքրվեի, թե ժողովրդի մեծ մասը ինչ է ուզում, այդ հարցերը կբարձրացնեի, կաշխատեի ամեն ինչ անել, որ այդ հարցերը տեղ գտնեն։ Ես ամբողջ պարլամենտի անդամների շատերից լավ կաշխատեի, մեծ մասից, ես դրանում չեմ կասկածում։
Տիկին Վարդուհին խոստովանում է, որ երջանիկ է իր ընտանիքում։ Իմ ընտանիքը օրիգինալ է, ասում է նա, որտեղ բոլորը ազատ են, որտեղ մի զարմանալի մեծ մտերմություն ու ջերմություն կա։ Իսկ ամուսնու մասին նա նույնիսկ 35 տարվա ամուսնությունից հետո խոսում է հիացմունքով։ Օրժանիկներ շատ են, ինչ ասեմ։ Ունենց հազվագյուտ կարգին մարդ է։ Մի քիչ անհասկանալի է մեր պայմաններում, ասես դու սակայն ես իրան գովում եմ, բայց իրոք եթե նույնիսկ ես իր կինը չնեի կողքից նայի իրան շատ է տարբերվում մեր ընդհանուր այս հասարակության անդամներից, էլի շատ ուրիշ տիպի մարդ է, էլի ամեն ինչով շատ բարձր է կանգնված։